Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Կներեք ով է հարց, մի հոգի, խնդրեմ։ Ինչու հունից դուրս եկավ, ընդհանրապես կոռուպցիայի մասին էր։ Ընդհանրապես կոռուպցիա Պատգամավորի կողմից Նիկոլ Փաշինյանը բարկացավ, համբալներ ասաց նրանց, Սիմոնյանն ասաց դուրս կշպրտեմ ձուր, անդիմության ասաց։ Այդ ասպեկ ընդհանրապես կոռուպցիայի մասին էր հարցը հնչում, հասկանում եք հարգելի քաղաքացիներ եւ հարգելի լրագրողներ, դա առհասարակ մարդու համար իհարկե պետք է տան, բայց կոռուպցիայի մասին հարցը նախ պետք է տալ նորմալ, երկրորդը կոռուպցիայի մասին հարցը պետք է տալ նենց, որ իրապես կոռուպցիայի մասին լինի հարցը, եւ երրորդ 100,000 անգամ ներողություն, էլի, բայց երբ որ կոռուպցիայի մասին հարցեր են տալիս մարդիկ, ովքեր կոռուպցիայի քայլող հուշարձաններ են, այդ մի տեսակ ամեն մեկի մոտ էլ դիսոնանս է առաջացնում։ Ոնց չենք ձեռնարկում, բա որ չենք ձեռնարկում, այ ժողովուրդ ջան, բա որը չենք ձեռնարկում, բայց խեն այսքան ակտիվացել, բա խեն օրը 5 հատ լրատվական բացում, ժողովուրդ ջան, ոչ, իհարկե, ես, չէ, ժողովուրդ ջան, ներկա կոռուպցիա եթե կա, ես ես վստահեցնում եմ, ինձնից ավելի մեծ թշնամի այդ կոռուպցիային դժվար է գտնել, բայց երբ որ գնում են քաղաքապետարանի կողմից չընդունված մանկապարտեզի շինարարական աշխատանքը ներկայացնում են որպես կոռուպցիա, դա կոռուպցիայի դեմ կներեք ավարտեմ, դա կոռուպցիայի նկատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ ուղղակի ծաղր է։ Այսինքն որ ընդունվածը դադարում է կոռուպցիան։ Հա, որովհետև եթե բացատրեմ, որովհետև եթե դու վատ աշխատանքը ընդունում ես ու դրա համար փող ես դնում ջեբդ, այդ ժամանակա դա կոռուպցիա։ Եթե դու աշխատանքը չես ընդունում, այդ նշանակում է, որ դու շահագրգռվածություն չունես վատ աշխատանք ընդունել։ Բա վերահսկել են, որ չեն ընդունել աշխատանքը, չի կարա քաղաքապետարանը կամ որևէ կառույց գնա ամեն մի քարը դնելուց ասի, այ սենց մի քիչ էս կողմ դիրես քար, այ շաղախը ոնց որ լավ չէ։ Վերջում գալիս են մի վարքյան ավարտ, ժողովուրդ ջան։ Ու այդ որ ասում են մանկապարտեզ կոռուպցիա եւ պետք ուզում եմ հիշեք էլ այդ ինչից սկսեց այս մի վարքյան խնդրում եմ ավարտեմ ինչից սկսեց այդ ամեն ինչը սկսեց դրանից որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը գնաց ու սկսեց ստուգել շինաշխատանքները ու թութակի պես սկսեցին կրկնել Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել էր ու դպրոցներում ու մանկապարտեզներում ստուգում էր կատարված աշխատանքները կախիչից սկսած ամեն ինչից սկզբից հիշում եք ինչ էին անում սկզբից մի վարքյան սկզբից ձեռ էին առնում ասում են վարչապետը գնացել ստուգում է, հետո բան են արել, հասկացան, որ ճիշտ անում, որ ստուգում է, որոշեցին իրանք է գնան ստուգեն, բայց քանի որ այնքան ապիկար են, գնացին արդեն ստուգած բանն են ստուգում, որը որ արդեն պատկան կառույցը ստուգել է ու չի ընդունել։ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրանք համար կրկնօրինակ առարկա է։ Իրանք պետքա նայեն վարչապետը ինչ անում, հետևից փորձեն կրկնեն, բայց քանի որ ապիկար են, դա պետք է շատ ավելի վատ։ Անիֆի մասին։ Այդ անիֆի խնդիրների մասին միջև քրեական գործ, հետո վեր խոսում։ Լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում էին։ Շատ լավ, լրատվամիջոցները լուսաբանել են քրեական գործը հարուցվել է անմիջապես եւ գործը ընթանում է, ես վստահ եմ, որ շատ շուտով կլինեն մեղադրյալներ, ես վստահ եմ, որ այդ գործը կունենա իր արժանի հանգուցալուծում, ինչպես եւ մնացած բոլոր գործերը։ Վարչության անդամ ով ուզում է լինի ինձնից սկսած։ Ով ուզում է լինի, եթե կա կոռուպցիայի մեջ։ Փաշինյանից ու ձեզնից սկսած։ Նիկոլ Փաշինյանից է սկսած։ Եթե ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը պետք է ասի ինձ որևէ պարագայում բան մի արեք, դուք նրան լավ չեք ճանաչում։ Ու կամ այս քաղաքական թիմին չեք լավ ճանաչում։ Կոռուպցիայի դեմ պայքարը մեր համար չի ճանաչում ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ հարազատ։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ կան հիմա էլ կարող է շատ հնարավոր է, որ հենց այս պահին, որ մենք հարցազրույց ենք, կամ ինչ որ պաշտոնյա հենց այս պահին, չեմ բացառում ես դա։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր քաղաքական թիմի արձագանքը դրանն է, որ այդ սրիկան պետք է հայտնվի բանտում։ Այդ մեր քաղաքական թիմի արձագանքն է ու կան դրա բազում օրինակներ։ Եթե չեք հիշում, մի պաշտոնյա կար օրինակ պարբերաբար նաև կառավարության նիստերին էր մասնակցում, Վերմիշյանը։ Կոռուպցիայի համար չդատվեց։ Ուրիշ մարդիկ, որ կոռուպցիայի մեջ թաթախված են, չդատվեցին։ Այդ որ իշխանության ժամանակ այդքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել, ինչքան հիմա է ձերբակալվել։ Այն բան ասեմ։ Ինչն է շատ։ Անիֆի դեպքում կարծես այդպես հապաղում կա։ Հապաղումը, Ժորժ ջան, հապաղում ամեն գործով կա։ Ամենաշատ հապաղումը Ռոբերտ Քոչյանի ունեցվածքի բռնագանցման գործով կա։ Բոլոր գործերով էլ կա հապաղում, իրավապահ համակարգը դանդաղ է աշխատում։ Այդ խնդիրը մենք դա արձանագրում ենք, որ դանդաղ է աշխատում, բայց ես ձեզ վստահեցնում եմ իրավապահ համակարգը հիմա չունի տաբու քաղաքական տաբու առավել եւս չունի։
Պարոն Ալեքսանյան, այնուհանդերձ հա գիտություն ընդունելով այն, որ իշխանության ներկայացուցիչները սադրանքի են գնացել ընդդիմության ասածներից հետո հայերեն եւ այլն, բայց այնուհանդերձ դա իմանալով գիտություն ընդունելով չպետք է լինի քաղաքական պատասխանատվություն եւ օրինակ падգամավոր Արսեն Թորոսյանը մանդատը վայր դնի Աժամբյոնից հայոյան քնչեցնելու համար։ Ես նորից պիտի ասեմ ձեզ, որ Արսեն Թորոսյանը մարդ է եւ Արսեն Թորոսյանը նույնական արձագանք է տվել, ասենց պրոյեկտել է նույնական նույնական արձագանք է տվել մի քանի աստիճանել ներքև։ Արդյոք դա լավ է, որ տենց քննարկում կա կամ որ առհասարակ բանը հասել է դրան, իհարկե լավ չի։ Արդյոք պետք է հանրությունից ներողություն խնդրել, որ նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում, այո, միանշանակ ու ես ներողություն եմ խնդրում, բայց ես նաև մեր հանրությանը խնդրում եմ, որպեսզի նրանք հասկանան, որ մենք համբերատար կերպով փորձում ենք ամեն ինչ անել նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար, բայց շատ հաճախ, երբ փողոցային լինելը ու լպիրչությունը հասնում է որոշակի մակարդակի ու աստիճանի, այդ համբերության բաժակը կլցվում է։ Ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից դրա համար։ Ես պնդում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համբերության բաժակի ծավալները ել ավելի մեծացնենք, որ ել ավելի դժվար լինի այդ համբերության բաժակը լցնելը, բայց միանշանակ ասում եմ ժողովուրդ ջան, անհնար է, որ ցանկացած մարդ կարողանա այդ ամեն ինչին այնքան դիմանալ, ինչքան որ մենք հստակ սահմանում է պատգամավորի վարկագծի։ Չէ, կներեք, էլի մի վարքյան նյուանս կա ստեղ։ Հազար ներողություն ստեղ նյուանս կա, հեսա ձեր հարցին կգամ Կոյուն ջան։ Ստեղ մի հատ նյուանս կա, էլի հարգելի գործընկերներ։ Լևոն Քոչյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է մարդիկ ձեզ ասում են թուրք դավաճան անհայրենիքներ։ Իրան ոչ մեկ չի ընդհատում տեղի։ Արեգ ջան, քեզ էլ են շատ բան ասում, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Մարդիկ տարբերաբար տարբեր վիրավորանքներ են ասում, բոլորին ինչը շատ վատ է, ու դրա վերջը պետքա տալ։ Ասում է ազգային ժողովի ամբիոնից, ասում է ոչ մեկ իրան չի ընդհատում, ոչինչ չի անում, ոչ մի բան գլխին չի տալիս ու չի գոռում տեղից, չի ասում այ լակո։ Ասում է հաջորդը ելույթ կունենա Հակոբ Արշակյանը։ Հակոբ Արշակյանը գալիս է ելույթի, ասում է պարոն Քոչյան, մարդիկ ձեր հորը ասում են թուրք։ Այդ նույնական բանը պրոյեկտում է ուզում է ցույց տա, որ դա վատ է չի։ Դա վատ է, փորձում է ցույց տալ օրինակով, որ դա վատ է, չի կարելի գալ այդտեղ ազգային ժողովի ամբիոնից կրկնել։ Տեղից նույնական հասկանում եք, լրիվ նույնական բան է, նույնական իրավիճակ է, մեկին մեկ, մի քայլ ավել չի գնացել Հակոբ Արշակյանը։ Նույնական Հենց մարդիկ օրինակ դա կեղծ լուր է հրապարակվել։ Այդ բա որ մեզ ասում են թուրք դավաճան, դա կեղծ լուր չի, հա։ Դա գնահատականը ձեր Այս կեն մեկը բան չի, հա, տենց։ Կոնկրետ ինֆորմացիա է։ Ժողովուրդ լավ էլի գնահատականը, հա, օքեյ, հա, շատ լավ։ Եղավ գնահատականը։ Դե հիմա պատասխանեմ Նարեկին, հետո ասելու են ինձ չեք պատասխան, ինձ է մեղադրելու Նարեկը, ժողովուրդ ջան, կներեք, ես չեմ ուզում Նարեկը ինձ մեղադրի։ Նարեկը լավ լրագրող է։ Ու այդ պահին տեղից, երբ որ նույնական պատասխանը տալի Հակոբ Արշակյանը, ինքը որոշում է տեղից, որ ինքը կարա ազգային ժողովի փոխնախագահին ասի լակոտ, դե կներեք հազար ներողություն ժողովուրդ ջան։ Այդ ով է տենց բան ասել առհասարակ որ կարա, չի կարա։ Այդ իրավիճակը լինում է տենց է դասավորվել այդ իրավիճակը։ Ուզում եմ մի անգամ է շեշտել, երբ որ ինքը ելույթ էր ունենում վերջին այդ վիրավորանքներով, մենք դրան տեղից չենք արձագանքել։ Չենք արձագանքել, ոչ մի բառ դրեք զապիսը հետ տվեք, նայեք ազգային ժողովին իստերի, ոչ մի բառ չենք ասել։ Բայց այստեղ մի նյուանս էլ կա, ելույթում ախր ուրիշ բան ասում, բայց ձեզ որ արդեն ասում են թուրք դավաճան, արդեն համակերպվում եք, ռեակցիա չեք տա։ Այսինքն ինքը ուզում է որ այդ ռեակցիան լինի։ Փաշինյանն ասել էր, թուրքը վիրավորական չի բան։ Ժողովուրդ ջան, թուրքը ու կամ առհասարակ ցանկացած ազգությունը որպես վիրավորանք օգտագործելը ամենալավ բանը չի մի ժողովրդի համար, որը ենթարկվել է ցեղասպանության։ Ամենալավ բանը չի, դուք ձեզ որպես լրագրող ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդարանում Թաթուլ Հակոբյանն էր սա գրել, էլի ոնց կզգաք, եթե իմանաք, որ Թուրքիայի խորհրդարանում իրար վիրավորելու համար օգտագործում են այ հայ բառը։ Դա նորմալ կլինի, ես նորմալ չի դա։ Այ ես դրա համար է ասել վարչապետը, այ ես դրա համար է ասել վարչապետը, որ դա նորմալ չի։ Որովհետև օրինակ որտեղ վարչապետը եթե ասի, որ ես վիրավորվում եմ, որ ինձ ասում են թուրք, վաղն էլ օրինակ Թուրքիայի նախագահ բա որ կանգնի ասի, ես վիրավորվում եմ, երբ որ ինձ ասում են հայ։ Այդ ձեզ համար նորմալ կլինի։ Վարչապետը պետություն է ներկայացնում, ժողովուրդ ջան, ու վարչապետը իրան չի կարա թույլ տա այնպիսի բաներ, ինչպիսին կարան իրանց թույլ տան տարատեսակ աշխուժակներ ու մնացածներ։ Հայաստանի Հանրապետության
Ես նորից եմ ասում, առհասարակ ցանկացած ազգություն անուն օգտագործել որպես վիրավորանք, դա նորմալ մարդու անելու բան չի։ Նորմալ մարդը նմանատիպ բան չի կարող ուղղակի որպես այդպեսին անի։ Ներողություն, պարոն Ալեքսանյան, ճիշտ հասկացա, որ Արսեն Թորոսյանի կողմից մանդատը վայր դնելու հիմքեր չեք տեսնում։ Ոչ, ես չեմ տեսնում նմանատիպ հիմք։ Այսինքն Հայոյան քնչեցնելը նորմալ է։ Հայոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Հայոյան քնչեցրել է Ռոբերտ Քոչարյանի որդին, հուսով եմ իրան այդ հարցը կտակ, արդյոք ինքը նորմալ համարում է թե չէ, ու պատրաստվում է մանդատը դնի թե չէ։ Վստահ եմ, չեմ կասկածում, անկեղծ չեմ կասկածում։ Եվ դուք էլ եք կարծում, որ վենդետա պետք է լինի։ Ինչ վենդետա։ Ինչ վենդետա։ Քաղաքական վենդետա։ Դե քաղաքական իրավական վենդետան դա ուրիշ եզրույթ է, վենդետան առանց այդ քաղաքական ու իրավական նավթիրների որպես այդպեսին շատ ավելի դե քաղաքական վենդետան այդ ելույթներն էին օրինակ կարող տենց համարեք այդ ելույթները մեր ունեցած ելույթները քաղաքական վենդետա էին իրավական վենդետան էլ առհասարակ տեղի ունեցող process-ն է երբ որ 200 միլիոն դոլարի գույքը հեսա ստիպված պետքա կոզեկոզ կարողանում ենք որ չկարողանանք այսքան չէին ակտիվանա 500 հատ լրատվական չէին բացի այդքան փող չէին թափի որպեսզի կարողանային դրանից խուսափել բայց չեն կարողանալու վերջի վերջում Ինչ եք անում այդ ենթադրյալ լրատվամիջոց բացված լրատվամիջոցների թողնում ենք որպեսզի ազատ գործեն ու 30 Թորոսյան Ներողություն Ալեքսանյանը Ինչ է նա այդ մամուլը այդ ձեր ասած այդ 500 լրատվամիջոցը գրում է որ ոչ սա օրինական է ապօրինի չէ եւ դուք կաշտկանդվում եք իրավապահ համակարգ այդ հրապարակումներից կաշտկանդվում եք Ընդհանրապես չի կաշկանդվում իրավապահ լինի եթե կա հիմքեր Բայց ես ասում թող չլինի բա մենք այնքան ենք ասում թող լինի որ լինում է ու 34-րդ տեղն է Հայաստանը մամուլի ազատությամբ ու ընդհանրապես ոչ մեկ սահմանափակված չի ինչ ուզում գրում են ոնց ուզում գրում են մեծ հաշվով վատա որ վիրավորանք ատելության խոսք բան են արտադրվում վատա ցանկացած կողմից էլի ես կոնկրետ մի ուղղության վրա չասեմ ցանկացած մամուլ եթե ատելության խոսք ու վիրավորանք ու մնացածը արտադրվում դա շատ վատա եթե լրագրողների նկատմամբ բանույն ելնում շատ վատա երբ որ լրագրողների նկատմամբ վերբալ կամ ֆիզիկական բռնություն ա լինում դուք որ ասում եք 500 լրատվամիջոց են բացել որ պաշտպանեն իրենց բայց ինքն ինչով այդ 500 թող 1000 այսինքն ներողություն հարցը տամ այսինքն այդ 500 այսպես ասած բացված լրատվամիջոցները գրում են ոչ Քոչարյանի գույքը օրինական է եւ իրավապահ համակարգը դրանից կաշկանդվում է շատ լավ հարց եք տալիս ոչ իրավապահ համակարգը չի կաշկանդվում դուք ինքներդ շատ լավ հասկանում եք ես վստահ եմ որ 500 հատ լրատվականը փորձում են հանրային ընկալում ձևավորել որ Քոչարյանի 200 միլիոնի գույքը օրինական է առավոտից իրիկու դրանով են զբաղվում եթե նկատել եք եթե չէ ես չնայած ինչքան գիտեմ դուք վատ լրատվականների կամ առնվազն տարատեսակ լրատվականների փորձում եք չհետևել պարոն Կիրակոսյան բայց այնուամենայնիվ Ես գիտեմ որ միանշանակ է որ այդ լրատվականները այո առավոտից իրիկու լուսաբանում են որ Ռոբերտ Քոչարյանի որդիները օրինակ շատ տաղանդավոր են ու դրա համար օրինակ չգիտեմ ունեն Տանզանիայում բուկմեկերական ընկերություն Հայաստանում ունեն միլիարդավոր դրամների բան տենց ինչ անունը օրինակ երբ որ իրանք Ղարաբաղից գալիս էին Հայաստան իրանք չունեին գոնե մի հատ Toyota Magnishi 90-ականների արտադրության մեքենա, բայց հիմա Toyota Երևանն ունի։ Պարոն Ալեքսանյան, դուք երեք մի սենսացիոն հայտարարություն եք արել ազգային ժողովի։ Ասել եք Լևոն Քոչարյանը ԱԱԾ-ականին ուղարկել է ինչ-որ մարդու հրճակել։ Արեք այդ աղջկապա բաց թողին, բայց աղջկապա էական Ժողովուրդ ջան, այդ պատմությունը այնքան հայտնի պատմություն է Երևանում։ Ես առաջին անգամ։ Դե, Ժողովուրդ ջան, այս ուրեմն շատ բան է, այն որ ասում են հասարակության 90%-ը սրա մասին գիտի, ուրեմն այստեղ հավաքված է հասարակության 10%-ը։ Մեզ դիտող բոլորը, ինձ թվում է հատկապես իմ տարիքի տղաները, տղամարդիկ, իրանք շատ լավ գիտեն այդ պատմությունը։ Դե չիմացողների համար չիմացողները վստահ են որ ուզենանք իմանան, բայց ինձ կներեք մենք քննարկում ենք հիմա պարոն Քոչարյանի մոտ, Անդրանիկ Քոչարյանի։